Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը որոշել է հեծանվորդ կամ թմբկահար դառնալ, այնպիսի անտրամաբանական խոսքեր է ասում կամ որոշում ներկայացնում, որ կողքից դիտորդի համար երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է։ Իսկ ժամանակին օրինակ փաստաթղթեր հրապարակվեցին, ըստ որոնց Փաշինյանի երկօրյա հեծանվային ռելաքսի համար պետբյուջեից 15 միլիոն դրամ էր դուրս գրվել։ Որքան անզուսպ եւ ոչ ադեկվատ է երկրի ղեկավարությունը մի իրավիճակում, երբ պետությունը նստած է պայթող լավայի վրա, եւ մենք անընդհատ ստանում ենք լրջագույն մարտահրավերների ահազանգեր։ Մեր անվտանգության բոլոր բարձիկները բացելու փոխարեն մարդը հեծանիվ է քշում, լոբի է մաքրում։ Հասկանալի է, որ նա այլ բանով չի կարող զբաղվել, Հայաստանի խնդիրները չի կարող լուծել, եւ դա ոչ միայն այն պատճառով, որ չի հասկանում դրանք, այլև որ իրեն դա թույլատրված չէ։ Նա թուրք-ադրբեջանական տանդեմի կլյուչնիկն է Հայաստանում, նրան նշանակել են կլյուչնիկ, ասել են՝ դու սական ես, իսկ մենք post-factum քեզ կտեղեկացնենք քո անելիքների մասին։ Աշխարհում իրավիճակը պայթյունավտանգ է, երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ատոմային գերտերության տարածք ներխուժում է լինում։ Մենք սա պետք է հասկանանք, այդ փաստի հետ հաշվի նստենք։ Եվրամիության ռազմական հրահանգիչները մեկնում են Ուկրաինա։ Ժամանակին Բորիս Ջոնսոնն ասում էր, թե իրենք Ռուսաստանի դեմ կռվելու են մինչև վերջին ուկրաինացին։ Հիմա ակնհայտ է, որ իրենք ուղղակի արդեն իրենց դեմքով մտնում են այս պատերազմի մեջ։ Թրամփը պարբերաբար հայտարարում է, թե աշխարհը կանգնած է երրորդ աշխարհամարտի շեմին։ Այս ֆոնին Իսրայելը ակնհայտորեն ամեն ինչ անում է Իրանին քաոսի եւ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Մենք հասկանում ենք, թե Ռուսաստան-Ուկրաինա եւ Իսրայել-Իրան քաոսից եւ այս իրավիճակից ինչպես է օգտվելու Ալիևը, եւ այս ֆոնին այս տղան հեծանիվ է քշում, կատակներ է անում, գնում ու գյուղացիների հետ լեզվակռվի մեջ է մտնում, եւ այս ամենը մեր հասարակությունը հանդուրժում է։ Ինչքան ուզում է քարոզչություն անեն, ինչ ուզում ասեն, Արցախը հանձնվել է, 5000 զոհ ունենք, Եռաբլուրը մեծացել է, դարձել է 3 անգամ ավելի մեծ, քան առաջ էր։ Այդ ամեն չկա, չէ։ Գերիները բաքվում են, չեն եկել, չէ, դեռ։ Քաղբանտարկյալներ ունենք, մարդ պիտի ապուշ լինի, չէ, որ մտածի, որ Սամվել Կարապետյանը հանցանք է գործը, դրա համար է բանտում։ Պարզ է, չէ, որ Նիկոլ Փաշինյանը ուզել է նստացրել է, վերջ, ուրիշ պատճառ բացատրություն չկա, կամ Միքայել Աջապահյանը երկու հատ հարցազրույց տվել, մարդը բանտում է գտնվում։ Հայաստանը վերածվել է շապիտոկրկեսի, կլոունադայի, մենք դադարել ենք զգալ եւ արձագանքել։ Մեզ այլևս դադարել են ահաբեկել անսպասելի մահերը, զոհերը սահմանին։ Հիշենք ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը ժամանակին։ 2013 թվականին բանակում 4 զոհ ունեցանք, 4-ն էլ հակառակորդի կրակոցից։ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, գրառում արեց, թե այս անունների հետևում ճակատագրեր են եւ պետք է ամեն ինչ անել, որ այս ամենը չդառնա սոսկ վիճակագրություն։ Բանակում ամեն տարի տասնյակ անհասկանալի ինքնասպանություններ են լինում, այդ թվում շահումով խաղերի պատճառով եւ այլն։ Չգիտես ինչու այդ ամենը ընդհանրապես վիճակագրություն է, ինչպես անանուն վիճակագրություն մնացին 44-օրյայի 5000 զոհերը, անհետ կորածներն ու ռազմագերիները։ Ժամանակին Փաշինյանն ասում էր՝ մի ադրբեջանական քաղաք պետք է ընկնի։ Ծավալուն հոդված էր գրում, թե քանի դեռ Բաքուն իր ռազմատենչ ռետորաբանությունը չի փոխել, մեր բառամթերքից եւ խոսույթից փողզիջում բառը պիտի դուրս գա։ Դա տեղադրված է իր էջում, դա կար նույնիսկ ելք դաշինքի նախընտրական ծրագրում։ Այսինքն նա անգամ փողզիջմանը համաձայն չէր, եւ նախկին իշխանությունների փողզիջման օրակարգը, որի հանգրվանը պիտի լիներ Արցախի միջազգային ճանաչումը իրավական հետևանք ունեցող հանրակրվեի արդյունքում, ինքն ու իշխանբակը համարում էին պարտվողական։ 44-օրյա պատերազմի խոսնակ Արծրուն Հովանեսյանն ասում էր Յորբագյոր 2020, սա հիշենք պատմության համար, համարյա Բաքու ենք հասնում եւ այլն եւ այլն։ Գործող քաղաքական ռեժիմը ասել է նա, որ այսօր մեր հասարակությունը պառակտված է։ Ցանկացած մեկը որ քննադատական խոսք է հնչեցնում, դուք տեսնում եք, իսկույն հարձակվում են ֆեյքերով կամ ոչ ֆեյքերով, սկսում են ջոյ հայրախոս եւ այլն։ Այս տոքսիկ մթնոլորտը, որ իրանք ստեղծել են, սա շատ նպաստավոր է իրենց համար, բայց սա շատ վտանգավոր է Հայաստան պետության համար, որտեղ մեր անվտանգության հիմնաքարը դա ներքին համերաշխությունն է։ Մենք կարող ենք ձեր հետ միասին տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալ, դա նորմալ է, բայց գոնե անվտանգության հարցով, երկրի պաշտպանության հարցով մենք պետք է լինենք միասնական։ Փաշինյանի անելիքը շատ պարզ է, նա ինչ-որ բանով պիտի զբաղվի, դրա համար գյուղ են գնում եւ երբեմն գյուղացիների հետ լեզվակռվի մեջ է մտնում։ Ասում է TikTok-ով, Facebook-ով, Instagram-ով, ջրի վրա, ջրի տակ, արթուն թե քնած, անընդհատ խոսում եմ, բայց մեկ է դուք չեք հասկանում, թե ես ինչ եմ ասում։ Մարդը նստած սպասում է երբեն իրեն սկուտեղի վրա մատուցելու հերթական հանձնվելիք տարածքների ցուցակը, որ նա հաջորդաբար հանձնի դրանք։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։